կարողանում են ազատել լինում, բայց լինում են անդամ փորձում են կապել դնել իրենց հետ, մենք ասենք դրասենյակը նաև իրանից աշխատակիցներն են, գործարկաններն են, որ նաև ընտանիքին միջոցով են փորձում բազի չկերան։ Ընդհանուր պատկերը Իսկ ինչու ասեցիք հազվադեպ է կապ հաջող։ Կապը անկայուն է, որտեղ կապը տրված է անվտանգային կատարումներով այդ կապը անկայուն է։ Հետևաբար մենք բոլոր ջանքերը գործադրում հասկանալ ինչ է տեղում, բայց այս պահին պատկերը հետևյալն է, մարդիկ փորձում են զուշ լինել, տներից դուրս չեն գալիս, բայց միջապահային միջավայր չկա, սահմանի Երևանի դեպք եթե ցանկության դեպքում ուզենան գալ Հայաստան, պատասխանում էլի, հարց եք տալիս, ինչը վերջ լսել։ Մարդիկ արտարոց միջապահային դեպի Հայաստան ոսկի չկա եւ սպասողական վիճակում են։ Ինչ է Հայաստանը պատրաստ անել, ես կարող եմ մենակ փորձի վրա իմանալով ասել, անցյալում 2023 թվականի հոկտեմբերի Իսրայել-Համաս հակամարտության սկզբի օրերին մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք նաև տարհանել նրանց ճիշտ հանգամանքներում, բայց ինձ շատ մանրուքներ կա, պատկերացրեք, ինչ է պատրաստ պետություն անել, ինչ կարող է Հայաստանը անել, եթե ռազմական գործողություններ են գնում, հասկանաք, այդ բոլոր նկատությունները պետք է հաշվի։ Պարոն Սինանյան, տեսեք, անընդհատ խոսում է կառավարության կողմից հիբրիդային պատերազմի մասին, Ռուսաստանի սլակներ ուղղելով Ռուսաստանի դեմ, էլի արտաքին հետախուզական ծառայությունները զեկույց հրապարակել ինչ-որ տվյալներ, որ Ռուսաստանից մարդիկ են բերում, այստեղ ուզում են պաշտոնի նշանակեն, որ նրանք ագենտ են, շպիոն են, չգիտեմ ինչ են։ Հետաքրքիր դուք էլ սփյուռքից եք եկել, դուք ամերիկյան սփյուռքից եք եկել։ Ինչ տարբերություն ռուսական սփյուռքի, Ռուսաստանի գործիչների միջև եւ ամերիկյան։ Ես միտեղ կոմենտ կարդացի ձեր հետ կապված, կներեք, որ ուղիղ ասեմ, ասում են, այդ այսինքն օրինակ Սինանյանը շպիոն չի Ամերիկայի, մյուս Ռուսաստանից եկածները շպիոն են, դες ուղղակի փոխանցում են դες։ Տեսեք, ուրեմն ընդհանուր առմամբ, եթե ես ձեզ ասեմ, թե իմ մոտեցումն ինչ է, մենք մեր մարդկային բոլոր ռեսուրսները աշխարհում գտնվում են, բոլոր այն մարդկանց, որոնք գալիս են պատրաստ են Հայաստանում ապրել, Հայաստանում հարկեր գործել, իսել մեր Հայաստանի բնակիչների ճակատագիրը, այսպես մեծ իմաստով, դռները բաց պետք է լինեն մեր երկրին եւ բաց են ըստ էության։ Հիմա դուք ինչ որ մարդկանց մասին եք ակնարկում, այնտեղ ուրիշ իրավիճակ է, որտեղ այդ մարդիկ խոսում են ինչ-որ պաշտոնների մասին, որոնք սահմանադրորեն իրենց համար անհասանելի են։ Օրինակ, ծիծաղել է, ես օրինակ չեմ կարող իրենց պաշտոնի մասին խոսել, որը օրինակ սահմանադրությամբ արգելվում է։ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է Ռուսաստանի, Ամերիկայի, Չինաստանի կամ չգիտեմ, Եվրոպայի սփյուռքի մասին է օրինակ։ Ամերիկայից եկած մարդիկ շպիոն չեն, Ռուսաստանից եկածները շպիոն են։ Այնքան, իսեք, 10 րոպե հարց եք տալիս։ Հետո 30 վայրկյանի վրա մի անգամից ընդհատում եք։ Մի քիչ խնդրում եք էթիկան պահպանեք, լսեք։ Շեղվել եք ուղղակի, ասեցիք վերեմ բունզում։ Դե չեք ուզում նյուանսային տեսնել, ամենի ձեր համար սենց է։ Լավ, հիմա ձեր նյուանսները ներկայացրեք։ Շնորհակալություն հնարավորության համար։ Ուրեմն, տեսեք, երբ որ փաստեր կան նման երևույթների եւ դրա մասին բարձրաձայնում են մեր պետական գործիչները, նաեւ վերամտանգային ծառայությունները, դա այլ բան է, քան երբ որ փաստեր չկան, եթե փաստեր հայտնվեն, որ Միացյալ Նահանգները որևէ անձի միջոցով, օրինակ իմ միջոցով փորձում են ներառնել ներքին ամերիկյան քաղաքական գործընթացների վրա, դուք այդ հարցին ստանաք, ես դες կասեմ, ճիշտ է, ներառել ինչ է նշանակում, ներառել բայց այսօր որևէ քրգործ, օրինակ հոգեվորականեն մեղադրում են, ասում են գործակալ, բայց որևէ փաստ, այսպես ասած, չկա, որևէ քրգործ այս մասով չկա, այսինքն ստացվում են, ինչ փաստեր, օրինակ, բացի հայտարարություններից, օրինակը բերեք, դուք եք նշում, հետազոտությունները կատարվում են ավելի շատ ռուսական շրջանակների ուղղությամբ, այլ ոչ օրինակ արևմտյան շրջանակների։ Այդ ո՞նց է լինում, որ արևմուտքը այս պահին արևմտյան գործիչները կամ պրոարևմտյան հայացքները, որ առավոտից երեկոն ինչ-որ ներազդող հայտարարություններ են անում, ելույթներ են ունենում։ Ռուսական մամուլները հետևել եք վերջին 6 տարի, ասենք հետևել եք 18 թվականից հետո։ Իսկ դուք հետևում եք Միացյալ Նահանգների մամուլին։ Դուք այն արտահայտությունները, որը մի րոպե էլի փորձում եք ընդհատել առանց լսելու, այն արտահայտությունները, որոնք համակարգված ձևով արվում են ռուսական քաղաքական շրջանակների, ռուսական այդ ինֆլուենսեր կոչվածների, որոնք հստակ որոնք ռուսական պետության հովանության տակ են, կարող եք համեմատել որևէ նման հայտարարության կամ որևէ նման
լեքսիկայի Միացյալ Նահանգների։ Նախ գլուխները պատին են տալի, որ ուզում է միջամտել Հայաստանի ներքին գործերին, որ կողմից մենք ուրեմն համամիտ ենք իրար հետ, որ կողմից, բայց